Հարգելի հարազատներ, բարեկամներ, ներկա գտնվողներ, այսօր բժիշկը ինձ ասեց, որ 3 ամիս ունեմ ապրելու, բայց ես որ սենյակից դուրս եկա, աչքից ես ուրիշ բան ասեց, ու հետո ձեր դեմքերից ես զգացի, որ այսօր ինձ ճամփու եք դնելու, յանի մեռնելու եմ, էլի, так что ինչ որ ունեմ ասելու, սրտից խորքում ասեմ, որ հետո հանգիստ սրտով մեռնեմ։ Ուզում եմ սկսեմ աղջիկանիցս։ Մելինե ջան, աղջիկս, լավ աղջիկ ես երևում, բայց այն քո ընկերուին հեչ դուրս չի գալի։ Սա որ է կաֆեներում, գնում, ասում, խոսում, ժամանակի կորցնում, բայց թե նրան ինչ կա, նրա հերը նախարար է, վերջում մի հատ կաֆեներից մեկը իրան կառնի, դու էլ այդ կաֆեներից մեկում կմնաս աֆիցիանտ կա, իրա վրա կաշխատես, դրա համար աղջիկ ջան, ասում եմ սովորի, այդ աղջկա հետ ապագա չկա։ Տղա ջան, ոնց ես ապեր։ Լավ, պապ ջան։ Պապան էթմա։ Ուր ես գնում, նոր ես եկե, այնքան գործը իրար հետ պտի անենք։ Չէ, տղա ջան, ես քո հետ գործ չեմ անի։ Այս ձեր վերջի բռնած գործը հեչ դուրս չի գալի։ Սիմուշկեն ապագա չի։ Հեսա օրենք է հելնելու, որ քաղաքում սիմուշկա վաճառելը արգելվելու է։ Բոլոր սիմուշկա ծախողներին տանելու են քաղաքից դուրս։ Հարակյար։ Ավելի մեծ գործեր ձեռնարկեք, պոպոկա, պնդուկա, ֆեստախա, բանա։ Կենիկ ջան, մի բան էլ քեզ խնդրեմ։ Իմ մեռնելուց հետո ամուսնացի ես մեր ներքևի հարևան Սերոժի հետ։ Ինչ է։ Ինքը լավ մարդ չի, իրան հասնում է։